Ողջույն բարեկամներ, այսօր պատրաստում ենք տնական հալվա, համեղ, առանց գնդիկների, չփշրվող տնական հալվա։ Այստեղ ներկայացրել եմ բաղադրատոմսը, բաղադրիչները, ուրեմն ալյուր 300 գրամ, կարագ 100 գրամ, ձեթ 50 մլ, շաքարավազ 200 գրամ և վանիլին 1/4 թեյ գդալ։ Ասեմ, որ վանիլին կարող եք և չգործածել, նայած ով ինչպես կարելի է և չի կարելի, ինչպես կուզեք։ Եվ այստեղ կարագ և ձեթ նշել եմ, կարելի է պատրաստել առանց ձեթի միայն կարագով, կարելի է պատրաստել միայն ձեթով, կարելի է պատրաստել կարագով և ձեթով միասին և կարելի է պատրաստել հալած յուղով։ Բաղադրիչները գրել եմ ըստ հերթականության, ինչպես որ գործածելու եմ։ Ուրեմն ինչպես ենք պատրաստում, թավան տեղավորում ենք գազօջախի վրա, լավ տաքացնում և լցնում 300 գրամ ալյուրը։ Ուրեմն ալյուրը անդադ պետք է խառնենք, որպեսզի կրակի վրա չայրվի, կրակից հեռու չեք գնում, անդադ խառնում ենք այնքան, մինչև ոսկեգույն երանգ է ստանում։ Մի քանի րոպե պետք է մնա գազօջախի մոտ, որից հետո ավելացնում ենք 100 գրամ կարագ և 50 մլ ձեթ։ Ընդհանուր բաղադրիչների գումարը պետք է կազմի 150 գրամ։ Վերևում չնշեցի, որ ինչպես պետք է գործածենք, եթե 300 գրամ ալյուր ենք վերցնում, ուրեմն յուղային մասը պետք է լինի նրա կեսը, այսինքն 300-ի կեսը 150 գրամ, մենք ունենք այստեղ 100 և 50, այսինքն ընդամենը եղավ 150 գրամ։ Եթե վերցնեք կարագ առանձին, միայն կարագ, ուրեմն կրկին 150 գրամ, բայց այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ կարագը հալչելուց մի փոքր այն նստվածքային մասը, եթե հանվի, մի քիչ կպակասի, ուրեմն մի քանի գրամ պետք է ավել վերցնեք կարագը։ Յուղը կարող եք վերցնել նույնպես 150 գրամ, ձեթը 150 մլ, եթե առանձին բաղադրիչներով եք անում։ Ուրեմն կրկին վերադառնանք մեր ընթացքին, հասացինք 100 գրամ կարագ, 50 մլ ձեթ։ Բոլոր տարբերակներով էլ շատ լավ է ստացվում, և կարագով, և ձեթով, և յուղով և այլն։ Եվ ուրեմն ձեթը լցնելուց հետո ալյուրի վրա բոված խառնում ենք, շարունակում ենք խառնել գդալի ուռուցիկ մասով և խառնում ենք և տրորում, մինչև որ համասեռ զանգված դառնա։ Դրանից հետո թավան վերցնում ենք անպայման կրակից, կրակի վրա չենք թողնում, որպեսզի լցնենք շաքարավազ, այն պետք է մի քիչ հովանա, որից հետո լցնենք շաքարավազը։ Ինչու կրակից պետք է վերցնենք, որովհետև եթե կրակի վրա թողնենք ու լցնենք շաքարավազը, անմիջապես շաքարավազը գնդիկներ կառաջանան և մեր հալվան չի ստացվի, շաքարային մասը կզգացվի։ Ուրեմն խառնում ենք, տրորում, մի քանի րոպե անց կրկին վերադարձնում կրակի վրա։ Շարունակում ենք խառնել ևս 2-3 րոպե, խառնում ենք և տրորում նորից մինչև համասեռ մասա ստացվելը։ Մեր ուրեմն հալվան արդեն պատրաստ է։ Մենք ընթացքում տեսնում ենք ինչ համասեռ հարթ մասա է ստացվում թավայի մեջ։ Վերցնում ենք կրակից և պետք է տեղավորենք ափսեի մեջ, լցնենք ափսեի մեջ, իսկ մինչ այդ ափսեն նախօրոք պետք է խոնավեցրած լինի, այսինքն ձեռքով կարող եք թաց սառը ջրով ափսեն թրջել, որպեսզի հալվան լցնելուց չկպչի ափսեի հատակին։ Ուրեմն գդալ լցնում ենք և հարթեցնում, մի 2 րոպե հովանալուց հետո սուր դանակով կտրատում ենք և մեր հարթ, փափուկ, չփշրվող հալվան պատրաստ է։ Եվ դնում ենք սառնարան, կարող եք թողնել սառնարանում առավոտյան, եթե երեկոյան եք պատրաստել, առավոտյան հանել և գործածել։ Այսքանը մեր հալվայի մասին։ Կրկին հիշեցնեմ, որ 3 տարբերակներով և կարագով, ձեթով, և առանձին կարագով, և յուղով, բոլոր տարբերակներով էլ շատ համեղ է ստացվում։ Ուղղակի ես ցանկացա այս տարբերակն էլ նշել, որովհետև համացանցում չտեսա որևէ տարբերակ, որ լինի և կարագով, և ձեթով, փորձեցի նաև այս տարբերակը շատ համեղ է ստացվում, փորձեք նաև այս տարբերակը։ Առայժմ այսքանը, ցտեսություն։